Տեղյակ եք, որ ուզում են 15,000 դրամ տուգանել այն քաղաքացիներին, ովքեր չեն վճարելու տրանսպորտ։ Այս ապարատները լավ չի աշխատում, օրինակ ես եղել է, որ մոտեցրել եմ իմ կարտը, 2-3 անգամ չի աշխատել, ինձ կա տուգանեն դրա համար։ Այսինքն դեմ եք 15,000 դրամ։ Այդ ժողովուրդը ինչ փող ունի, որ մի հատ 15,000 պետք է տուգանվի, մանավանդ թոշակառուն։ Թող իրանց ապարատները կարգի գցեն։ Իսկ հատուկ չվճարողների, բոյկոտողների դեպքում ինչ կասեք։ Ես չեմ կարող բան ասեմ հատուկ վճարողներին, չվճարողներին։ Չեմ կարող շուտ ասել։ Դի վճարը, եթե օրենք է, պետք է վճարեն ինչ անենք։ Մենք ոնց ենք վճարում, թոշակառուն, բայց վճարում ենք։ Ես թվում է սխալ որոշում է դա։ Մարդիկ որտեղից, ասենք հիմի հնարավորություն չունեն իրենք վճարեն 150 դրամ։ Տուգանելու դեպքում այդ մարդը որտեղից, ասենք թոշակառու է կամ քիչ աշխատավարձ է ստանում, որտեղից պիտի վճարի այդ մարդը, գնա պարտքանի բերի վճարի։ Շատ բան անհիմն որոշումներ են ուզում կայացնել, կամ 18,000, ինչ որ եթե մարդ են անցկացնում իրենց հետ, դա էլ սխալ բան է։ Ինձ թվում է, որ ժողովուրդը շատ ծանր վիճակի մեջ է, թոշակները ցածր, աշխատավարձերը չեն բարձրացել։ Ինձ թվում է, որ սա շատ խնդրահարույց հարց պետք է լինի ժողովրդի համար, դժվար տակից կարողանան դուրս գան մարդիկ, ոնց են անելու, ես չգիտեմ։ Այսինքն դեմ եք, որ 15,000։ Անխոստ դեմ եմ, իհարկե դեմ եմ, չպիտի տուգանվեն մարդիկ եւ նախ պիտի դարձնեն 100 դրամ, որ մարդիկ ի վիճակի լինեն, բոլորը վճարեն։ Հիմա 150 է, ընտանիքում կարող է մի 4-5 անձ կան։ Այդքան մարդիկ որտեղից պիտի վճարում կատարեն, ասենք։ Շատ դժվար կլինի, կընկնեն դժվար իրավիճակի մեջ։ Կարծում եմ, որ շատ սխալ որոշումը պետք է վերանայեն այդ որոշումը եւ չեղարկեն։ Ըստ իս, ես այդպես եմ կարծում։ Տեսնենք ինչ կլինի, բայց ամեն դեպքում ժողովուրդը շատ զայրացած է կարծում եմ, նեղված է, զայրացած է, չգիտեմ ոնց պետք է լուծվի, բայց կչեղարկեն արդյոք դա էլ է, թե կներկայացնեն ազգային ժողով, կհաստատեն եւ ստիպված մարդիկ տրանսպորտից չեն կարողանա օգտվել մեծ մասը։ Դժվար հարց է։ Կարծում եմ խնդրահարույց հարց է։ Ես միշտ դեմ եմ եղել թանկացումներին, միշտ դեմ եմ եղել։ Այդ ինչ են արել, որ թանկացումները սկսել է։ Ինչ են ավելացրել, որ թանկացումները սկսել։ Տուգանելու մասով ինչ կասեք մարդկանց։ Տուգանելու մասով։ Դու նրան դեմ եմ, կարող եմ նրան կողմ լինել։ Եթե թանկացումներին դեմ եմ, կարող տուգանելու կողմ լինել։ Միանշանակ ամեն ինչին էլ դեմ եմ։ Եթե 100 դրամ մնար, ոչ տուգան կլիներ, ոչ էլ բան։ Սաղն եմ մարդավարի կմուծայի։ Տեղյակ եք, որ 15,000 դրամ ցանկանում են քաղաքացիներին տուգանել, նրանք ովքեր չեն վճարում տրանսպորտ։ Սխալ են անում, այդքան բան կասեմ։ Դեմ եք տուգան։ Ես թոշակառու եմ, գտնում եմ, որ սխալ են անում։ Չվճարելը թե տուգանելը։ Տուգանելը, իհարկե տուգանելը, չվճարելը, հələ մի հատ թոշակառուին այնքան թոշակ տան, որ նրա գնա առնի այդ իրենց, բայց չեն տալիս, միայն պահանջում են 38-40 հազար թոշակ են տալիս, 15,000 նշանակում են, դուշ, և 6300 թոշակառուներից վերցնում են, որ իրենց մշտականները վաճառեն, այդ ճիշտ է, 40,000 ստացողի համար, այնտեղ կոմունալ կա, այնտեղ իրենց ասած աղբահանության թանկացումը կա, այնտեղ 100 մի բան են թանկացրել, թոշակները, աշխատավարձները թող ավելացնեն, ոնց կարելի ասեց, միակողմանի, ոնց որ հանձնում են, նենց են թանկացնում են իրանց ուզածները։ Չէ, այդ սուրբ բանը, մի քաղաքացի էլ ես եմ, ես թուղթը տան կպցնում եմ, չի անցնում, նոր հանած թուղթ է, նոր,
Երկու հատ առել եմ, պատահել է։ Գնացել եմ, գնացել եմ հետքալուց արդեն չէ, ես ձրգող եմ, մեկը ես եմ, ես ձրգող եմ։ Կան, որ չեն աշխատում այդ իրանց մեջի սարքերը։ Թերմատի տուգանեն, թող տուգանեն։ Եթե դրամատի տուգանեն, այդ մեղքը իրանցնա, մերը չի։ Այդ սխալը իրանցնա, մերը չի։ Абսուրդ է։ Դեմ եք։ Իհարկե, այո։ Ուրիշ լավ բաներով կարող են զբաղվել իրանք, ավելի խելացի բաներով, ոչ թե այդպես բաներով։ Իսկ ինչ կավելացնեք, այսինքն ինչու եք դեմ։ Абսուրդ, ուղղակի абսուրդ է, այսինքն ինչ։ Իրանք բար թանկացրել են, մարդը ոնց ուզում է, թող վճարում կատարի։ 15,000 չվճարելու համար, հա, թեկուզ 100 դրամ թող դառնա։ Ամեն մեկը իր կարծիքն ունի։